Այսօր ունենք լավ ծրագիր, ունենք լավ թիմ։ Հիմնական այսօրին ենք Ժողովուրդ ջան։ Ես ձեզ ասեմ, սովորական բանվորի տանիքի մարդ եմ։ Պաշտոնի չեմ եղել, այլ լիարժեք աշխատանքով, փոքր ու միջին բիզնեսով, մեկը երկու սարքելով, երկուսը երեք, արել ենք, ստեղծել ենք, օգնել ենք, կառուցել ենք, սարքել ենք, զարգացել ենք եւ ազգի պատիվը միշտ բարձր եմ պահել։ Որտեղ որ եղել եմ, այսօր հասարակ բան ասեմ, ես ձեզ որ ասում եմ, կզարգացնենք, կծաղկացնենք, 100% դուք համոզված եղեք։ Օրինակը բերեմ, տակ չեմ խոսում, սպորտը վերցրել եմ, որ սպորտը երկու ասենք օլիմպիական խաղեր 8 տարի անկախության օրոք մեդալ չենք ունեցել, ոչ մի մեդալ։ Վերցրել եմ, գումարները դրել եմ, սարքել եմ, կառուցել եմ, մարդկանց հետ եմ բերել, թոշակներ նշանակել, պարգևատրումներ եմ արել եւ մյուս օլիմպիական խաղին 6 հատ մեդալ ենք ունեցել։ Հիմա այսօր մենք ունենք տարեկան 1000 մեդալ, որից ասենք թե 150-ից 200 ոսկի է։ Այսօր մենք ցանկացած մրցաշարում ոսկին բերում ենք եւ լինում է որ ասենք թե թիմայնել ենք առաջի տեղը, բայց սպորտը էլի այսօր իմ ուզածը չի, որ այսօր բոլոր բնակավայրերում մենք 930 գյուղ ունենք, կարող է 50 գյուղերում սպորտ դպրոց կա, բոլոր միջավայրերում դպրոցը սպորտ դպրոցը պարտադիր է։ Մեր երեխաներին փողոցից կտրելու համար հնարավորություն տալու, որ նա գնան ընդ իրենց ուժը չափեն, փորձեն։ Սպորտը այն բանն է, եթե փորձեց գումա մարմինը գեղեցկանում է, ուժեղանում է, սպորտ դալիճից դուրս չի գա։ Եթե գյուղական տարածքներում սպորտ դպրոց չկա, փողոցում կամ պետք է ծխի, կամ պետք է խմի, դա պետք է բոլորիս պայքարն է Ժողովուրդ ջան։ Միասնական պետք է անենք, մենք էլ ծնողներն էլ ուսուցիչներն էլ եւ պետությունն էլ։ Այնպես որ բոլոր ծրագրերը ունեմ, ես դա օրինակ ասեցի, որ վերցրել եմ, զարգացել, ծաղկացել եմ։ Ես կառուցող մարդ եմ, սարքել եմ բնակավայրեր, տներ, սպորտ դպրոցներ, հյուրանոցներ, եկեղեցիներ, Քրիստոսի արձանը։ Այսօր էլ տեսնելով որ ամբողջ աշխարհը տրակել է, որ հայերը տպած է ժուրնալում, որ այս տարեկանում կինոփառատոներ կանում, ես մարդ եմ ուղարկել, ծրագիր եմ ուղարկել, ծանոթանալով որ իրանք էլ գան, քանի որ մենք աշխարհի առաջի քրիստոնյաց ենք եւ այսպիսի գեղեցիկ բարձր արձան ունենք, որը միշտ չկա։ Բոլորի ցանկությունը եւ ժուրնալում գրել են փոքրիկ պետություն մեծ ամբիցիաներով ժողովուրդ։ Մենք մեծ ամբիցիաներով աշխատող ժողովուրդ ենք։ Դրա համար ասեցի մի հատ էլ նոյան տապանն եմ սարքում, որ մենք կարողանանք մեր եղածը աշխարհին ներկայացնենք։ Ես ավելորդ բառը չեմ ասում, այս տարի մարտի 18-ին Կաննում կինոփառատոնում առաջի էջին գրած է։ Կարած փոխանցես թող մարդիկ նայեն։ Անպայման պետք է մարդիկ գործով զբաղվեն։ Այսօրին ենք Ժողովուրդ ջան, որտեղ մեր կառավարության կազմը, ես ասում եմ, թող ապացուցեն, անփորձ երիտասարդների հավաքածու։ Նրանք իրենց փորձը զգացել են պետության եւ ժողովրդի վրա։ Ժողովուրդը փորձի մատերիալ չի, պետությունը փորձի մատերիալ չի։ Պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր փորձ ունեն, ովքեր արդյունք են ցույց տվել, ովքեր սիրում են իրենց ժողովրդին եւ ժողովրդի մասին մտածում են։ Այսօր ժողովուրդը հոգնել է, սպասելով տուգանքի մատերիալ սարքելով, միայն սուտ ասելով։ Ուրիշ բան չկա ժողովուրդ։ Ես ասեմ Ծառուկյան ջան, մենք քո հետ ենք, ցավը տանեմ, մեր հույսավատ դու ես, հանգարց հետ չկանգնես։ Ժողովուրդ ջան, ինչ կորցնեմ, իմացի ես իմ հայրենիք ունեցվածքով չեմ փոխելու։ Ես ձեր հետ եմ, ինչ ասել եմ անելու եմ, ինչ հայտարարեցի ձեզ, հաջողության դեպքում հենց առաջին նիստին այդ բոլոր հարցերը բարձրացվելու է եւ այդ հարցերը կատարվելու է։ Զարգացնելու ենք, ծաղկացնելու ենք։ Ամենակարևորը երաշխավորած խաղաղություն 29 Անդրի կլինի, երբ որ լինի երաշխավորած խաղաղություն, որ հիմնական մեր դաշնակիցներից մեր կողք կլինեն, իրենք ստորագրեն, այո, եթե խաղաղություն մենք եւ Ադրբեջանը իրար ձեռք ենք բերել, ուրեմն ոնց է մեկ իրավունք չունի կատարել։ Այսօր Ադրբեջանը ժողովուրդ, սա մեր բարձունքների վրա նստած է, հետ չի գնացել, գրաված հողերի վրա նստած է եւ պահանջներ ներկայացնում ժողովուրդ։ Մեր գերիները ընտեղ են, եթե այսօր խաղաղություն է, վախի չեն գալի մեր գերիները, վախի չեն գնում, պահանջներ ներկայացնելով ման են գալի։
Ժողովուրդ ջան, նրանք հիմնական մեզնից վարված Ադրբեջանը, նա ուզում է վրեժ լուծի, իսկ մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք լիարժեք, միասնական, առանց ալյունի, բարձր մակարդակով, քննարկելով, բանակցելով, չլուծվող խնդիր չկա ժողովուրդ։ Պետք է մոտեցում, պետք է կապ, ընկերություն, շրջապատ, ճիշտ բանակցություն, իօգուտ երկրի, իօգուտ ժողովրդի, իօգուտ պետության։ Ես ժողովուրդ ջան, ինչ ասեցի ձեզ, ես այսքան ժամանակ չի եղել բան ասեմ չանեմ, ինչ է որ իմ ուժի բան, ես ասել եմ եւ պատրաստ եմ, ունենք լավ թիմ, ամենակարևորը ոչ թե պաշտոնների պետք է բարգավաճ լինի միայն, այլ ով կարա դա անի, կարող է կուսակցական լինի, կարող է ուրիշ կուսակցությունից լինի, բայց մարդը տվյալ ոլորտում իրոք արդյունք է ցույց տվել, բոլորն էլ ճանաչում են։ Այսօր մենք միազգ ենք մի ժողովուրդ, կուսակցության 80 կուսակցություն կա, սաղի ցավն էլ տանեմ, ես ոչ մեկի վրա չեմ շփոթում, ամեն մեկի չափով, բայց բոլորը պետք է համախմբվեն, ով կարանի, ով կարա այս վիճակից հանի ժողովրդին, ապահովի անվտանգությունը, զարգացնի տնտեսությունը, ժողովրդի հարցերը կարգավորի, խնդիրները լուծի, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա, այնպես որ որոշողը դուք եք, գիտեմ այսօր վախեցել են, շարժը նայում են, քվեարկությունները նայում են, եթե ասենք իրանք իմանան իրենց արդյունքները լավ է, այսօր գնում են, որ արդեն իրանք 90% ձայն ունեն, որ լավ լինել, տենց խառնված չէին լինի ժողովուրդ, այսօր մենք բացառված գումար բաժանենք, ամեն տեղից 5 հոգի 10 հոգի տանելով, չգիտեմ ինչի համար, ես ես ասում եմ, չկա այդպիսի բան, դուք էլ չեք լսել, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք, դա վախի մթնոլորտ են զդում ստեղծեն, բայց դա էլ իրենց չի փրկելու։ Եթե ես պատրաստ եմ ինչ է վերջ, իմ թիմի կողքը կանգնած եմ, մենք ասել ենք, ոչ է մեկի վրա հետ չշպրտեք, կփորձեն ուրեմն պատասխանը կստանան, իսկ փորձենել մենք ընտանիք մտնելու իրավունք չունենք, ընտանիքը սրբություն է, բան ունենք իրանց ենք ասելու ժողովուրդ ջան, այնպես որ Պարզա գործից են անում, ակտ են գրում, դիմում էլ չգրես, հենց այնպես ազատում են, այդ պետք է մտածեն այդ ազատողները, ամսի 7-ից հետո, ինչ են պատասխանելու, ժողովուրդ ջան, արդեն ամսի 28-ից հետո Ռուսաստանը իրան նախնական ծրագիրը ներկայացել է, որ էլ մարդ չի կարա գնա այնտեղ աշխատելու, ճանապարհները փակ է, որ չի կարա ապրանք արտահանի, եթե ամեն ամիս $160 միլիոն տրանսֆեր էր գալու, էլ չի գալու, որ գազը եթե $160 էր, հիմա դառնալու եվրոպական գնով 600 եվրո, Ռուսաստան ասում է հայր իմ աղբերներն են, իմ բարեկամներն են, եկեք քննարկենք, ինչ հարց ունենք, ինչ ուզում ենք կարգավորենք, բայց եթե դուք մեր թշնամու հետ եք ուզում, մոտիկանալ, էլի գնացեք, դուք ասեք ղեկավարներ, բայց մեր ժողովուրդը, մեր բարեկամներն են, ժողովուրդ ջան ասում են, մենք մեծ չունենք ձեր ցավը տանեմ, մենք ձեզ ընդունում ենք հարազատ բարեկամի պես, մենք մեղավոր չենք, իրենք են նախընտրում այդ ճանապարհը, դե իրենք պատասխանատու են, իրենք էլ թող կարգավորեն, այսօր սա փակ է, մարդիկ չեն կարողանում բանկի տոկոս տանեն փակեն, այսօր ոչ պամիդոր, ոչ կալուբնիկ, ոչ գիլաս, ոչ պամիդոր, ոչ խմիչք, լրիվ փակ է, ծիրանը որ նոր պետք է դուրս գա փակ է, մարդիկ վարկերի տակ, չեն կարողանալու վարկը փակեն, եղածը պետք է ձեռից վերցնեն, չկարողանան աշխատողի փողը չեն տալու, ոնց է լինելու, օր-օրի վատանալու է ժողովուրդ ջան, այնպես որ մենք բոլոր խնդիրներն լուծող ենք, կապերն էլ կա, հնարավորությունն էլ կա, մոտեցումն էլ կա, որոշողը դուք եք, ընտրողը դուք եք, պարզ է, ժողովուրդ ջան, որ աչքի չենք նայեք, պրոբլեմ չլինի, ակ չգրեն, բարեկամին տաղուն ամուսնուն գործից չանեն, ասեք չեն գնալու ընտրության, կամ ասեք ձեզ ենք ընտրելու, բայց գնացեք ձեր հոգու խղճի առաջ, ձեր վաղվա օրվա համար, ձեր երեխայի ապագայի համար, դուք ձեր ընտրությունը կատարեք, ում կցանկանաք, ում հետ հույս եք կապում, ում արած գործը զգում եք, որ խոսքի մարդը արած ունի, դրած ունի, կառուցած ունի, հանգիստ, որ պրոբլեմ չսարքեք, սաղ մի շաբաթ է մնացել, հանգիստ, բարձր տրամադրությամբ, ամենակարևորացեք, մենք աշխարհի առաջի քրիստոնյաներն ենք եւ Աստված մեզից երես չի թեքելու, մեզ հնարավորություն է տալու, ամենակարևորը լավ փոփոխություններ է լինելու, բոլորդ էլ փող եք աշխատելու,
տուրիզմը զարգանալի է, պետք է զարգացնենք։ Այս տեսակ բնություն ունեցող, այս գեղեցիկ բնակավայրը իմ մոտ հյուրեր եկեք Կեմպիսկու հիմնական սեփականատեր հույրանոցային սեփականատերը Վրաստանից եկել էր Հայաստան շրջեց 3 օր, իրոք հիացած տպավորված, այս պատմական գեղեցիկ լորին տեսնելով, ասում է դուք ոսկի չունեք, նավ չունեք, բայց այն տեսակ բնություն ունեք, որ սանով միլիարդներ կարող եք աշխատել։ Դա պատրաստի ոսկու անքա, կազմակերպեք, ժողովուրդն էլ գործ կունենա, կգան, կզարգացնեն, կծաղկացնեն, ներդրում կանեն։ Էլ հիմա 50 հատ գործանել կառուցեմ, ժողովուրդ ջան, որ ես կառուցեմ, 5000 աշխատատեղ է, բայց խոշոր ներդրումային ծրագիր ազգն աշխատելու, ազգն ունենալու, ասենք թե աշխատանք, հնարավորություն, քարը քարին դնելու, ընտանիքով մի բան ստեղծելու, վաճառելու, ոչ եմ ասում 20 միլիոն տուրիստ գալու դեպքում ծաղկելու հələ, ասեմ 2 ծրագիր էլ պետք է իրականացնենք։ Ամենակարևորը համ մեր երկրին ճանաչում տանք, համ մեր ժողովրդին բարեկեցություն շփիթ տանք։ Ձեր ցավը տանեմ, հարցեր ունեք, տվեք, պատասխանեմ։ Չունեք, ձեր ցավը տանեմ, Աստված ձեզ պահապան։ Եի ձեզ էի ընտրելու։ Քո ցավը տանեմ, քո վախտելը գալու։ Ժորժ ջան, ինչ ասեցի ձեր ցավը տանեմ։ Կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ։ Էլի ձեր ծառուկյանն եմ, իմացեք ձեզնից է կախված ձեր վաղվա երեխայի ապագան։ Ձեր ցավը տանեմ։ Ես ձեր ծառուկյան եմ, ամբողջ կյանքը։ Միայն կամեցել եմ, միայն ցանկացել եմ, միայն օգնել եմ, բայց ես ասեմ, օգնելով երկիր չես սաղկացնի։ Գործ պետք է անես, ծրագիր իրականացնել, մարդկանց հնարավորություն տաս։ Շնորհակալություն, ստեսություն, Աստված պահապան մեր բոլորին։